Լորիդ համար։ Եկեք Չեմ ազնիվ առարկում։ հա։ Այդպես Դու եղել է։ ճիշտ ես սիրելիս, որ ասում ես ինքը չի կարող եւ կարող է պակաս տեղա թողել։ Եթե ինքը անընդհատ հեղեղեր սիրո խոսքեր եւ սիրո արտահայտություններ եւ սիրո վերաբերմունք, կարող է այդ աղջկան հետաքրքիր չլներ։ Եթե ինքը այսպես չոր կտրուկ խոսում է, ուրեմն պակաս տեղա թողել։ Ոչ։ Ես այդ Ինչ կարծիքին է չեմ, սա որովհետեւ համար։ Դավիթ, ես իրան օրինակ, միշտ ամեն ինչ անակնկալ ես տենց արի, որ ինքը մինչև կյանքի վերջ կհիշի։ Այդ ինձ մեծ արտարոց բան արել ես իր համար։ ինչ որ կարողացել եմ հնարավորության սահմաններում, ինչ որ կարողացել եմ իր համար արել եմ։ Շռայլել ես սիրո խոսքեր։ Այո, Շատ գեղեցիկ վերաբերմունքներ անտակ ճշտվել ես, Այո։ անտակ ուշադիր եղել ես։ այո։ Հիմա ինչ ասեմ, այո։ Բայց ինքը ինչ չհասկացավ։ Ո՞նց կարող է այդքան բան անես ու ինքը Կարող է չհասկանա։ Ջուլիա ջան, ինչի՞ չէ։ Հայ լինում է դες բաներ ոչ են Լինում է։ հասկանում։ Հա, արի։ Ուրեմն տուպոյի մեկն է։ Թմա նորմալ տպավորության տղա էր։ Հա, նորմալ տղա էր, կրթված էր երևում։ Կարևորը որ одноклассники դուրս կգա։ Ջուլիա ջան, մի վիրավորայի սիրած աղջկան։ Չէ, անցած գնացած պատմությունը վիրավորում է։ Արի ավելի լավ է դու հայտարարում Դավիթ ես ջան, հիմա հարսիկներին։ կգա Սիլվան, Նարինեն եւ Աննան սիրտդ կգրավեն ու տեսնեմ ինչ պիտի անես, որ քո ուզած աղջկան հասնես։ Այ հիմա մենք կտեսնենք։ Վեր կաց Դավիթ ջան եւ դիմավորի մեր առաջի հարսնացուին Սիլվան։ Ձեզ, Ես Սիլվան եմ։ ես էլ Դավիթ եմ, ուրախ եմ։ Շատ գեղեցիկ եք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիլվա ում հետ եկեք է։ Հորիղ տղայի հետ։ Անունը Կորյուն։ շատ հաճելի է։ Դիտենք տեսանյութ իսկ հետո կխոսենք։ Սիլվա Ստեփանյան, 19 տարեկան է, սովորում է Եվրոպական կրթական տարածաշրջանի Ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետում, բնավորությամբ հանգիստ է, իր առջև դրված խնդիրները լուծում է միայնակ, առանց բարդությունների մեջ ընկնելու, նախընտրում է այնպիսի երիտասարդների, ովքեր նախ հարգում են իրենց և հետո գնահատում կնոջը։ Սիլվիչկա, ասում են շատ խանդոտ ես, հա։ Հա, շատ։ Ինչու։ Դե չգիտեմ, երբ բնավորությունս այդպես։ Վստահ ես քո վրա։ Չէ, վստահ եմ։ Եթե վստահ ես, ինչու ես խանդում։ Ուղղակի մարդկան շատ ուշ եմ վստահում։ Եթե դու ամենագեղեցիկն ես, եթե դու ամենախելացին ես, եթե դու ամենալավն ես, ինչի համար ես Դե խանդում։ չգիտեմ, երևի Ուրեմն վստահ ես քո Չէ, վրա։ վստահ եմ հաստատ։ Չեմ հավատում։ Ապացուցի։ Ապացուցի։ Եթե վստահ եղիր, չէիր խանդի։ Չէ, այդ խանդը ինձ թվում է մարդկանց բնավորության գծերից մեկն է, որը շատ վատ Դե ասա իմանանք, բան, հասկանանք ինչա դա։ Դակ։ Դու սիրել ես։ Հա, 4 տարի ընկերություն եմ արել։ 4 տարի։ Ահա։ Մարդիկ 4 տարի ամուսնանում են, 4 տարում բաժանվում են։ երկու երեխա են ունենում։ Հա։ Եվ Եվ բաժանվեցինք։ սիրել ես իրեն։ Այո, Իսկ ինքը քեզ։ այո։ Եվ ինչու բաժանվեցիք։ Հիմնական պատճառը խանդներ։ Մեկը հենց однокласснիկը։ Դու եք խանդում նրան, թե ինքը քեզ։ Ես։ Նա էր խանդում Իսկ կարող է տղայինի դեպ։ դեպ։ Չէ։ Ոչ։ Այս ինչ զուգադիպություն։ Հետո Սիլվիչկա одноклассники ինչ բալիկ։ Однокласснику, ինքը одноклассникում կար, ես էլ կար այդ ժամանակ, հետո ինքը ինձ ստիպեց, որ ես չնջվեմ однокласснիկից։ Գիտես իր պատմությունը, նույն պատմությունը։ Հա, ես նոր լսեցի եւ զարմացած էի։ Եվ Հետո ջնջվեցի однокласснիկից, դու ջնջվեցիր, ահա։ Հետո ուրիշ սայթով նորից գրանցվեցի, ուրիշ Այդ անունով։ որ ես ասում Ուրիշ եմ։ անունով одноклассник։ Հետո իմացա, որ ինքը ուրիշների հետ էլ է խոսում։ Տենց։ Դու ուզում ես իրան ստուգեիր։ Հա, իրան ստուգելու համար։ Դու երկրորդ անգամ մտել ես ոչինչ, բայց որ ինքը խոսում է։ Երկրորդ անգամ մտել եմ իրան ստուգելու համար։ Բայց ինչի, Սիլվա ջան, ինչ կարիք կար ստուգելու։ Չգիտեմ։ Համար հանգիստ ապրում էիր, էլի։ կորցրեցիր։ Եթե ինչ-որ միտեղ վստահություն չկա, ուրեմն խանդը ինքնից Կամ իրա վրա կամ իրա վրա վստահ վստահ չի։ Քեզ համար հաճելի էր, հա, մտնել ստուգել, որսորդություն անել 4 տարվա По սիրած տղային։ Джуля, по принципу доверяй, но проверяй։ Ճիշտ է։ Հիմա որն է լավ քեզ համար, Сильвочка, дорогая, որ դու իրան проверила ты его, успокоилась, или вот жила бы так, ничего не зная, и любила бы его։ Չէ, իմ համար ավելի լավ է, որ ես իմացա ինքը ինչ ձևի մարդ է։ Հա,
իսկ Անցավ գլուխը դրել ես ցավի տակ։ Այդպես որ ամենքին հետև իր մարդուն թե ինչով է զբաղվում, ուրեմն ընտանիք չպետք է մնա։ Իսկ հետո դու ասեցիր իրան, որ դու իրան հետևել ես, որ հա, դու տեսել ես։ հետո մեր կռվելու պատճառը հիմնականում այդ չեղավ։ Տենց իրան ասեցի ինքը իմ վրա գոռաց։ Այդ գոռալու ժամանակ իր ծնողները լսեցին, իր վրա ջղայնացան, տենց Ծնողների հետ կապ ունեի։ հա Սիլվա ջան, ինձ թվում է քո խանդը այն մակարդակի էր հասել, որ դու ուզում էիր իրան անպայման բռնացնել, որ այդ խանդդ բավարար էիր, այդ խանդդ քիչ հանգցնեիր, թե ես սխալվում եմ։ Դու ուզում էիր իրան բռնացնել։ չէ ուզում բռնացնել, Բայց չգիտեմ հոգուս խորքում ոնց Անպայման։ որ ինքը ինչ-որ մեկի հետ Դե իհարկե քո միտքը աշխատում է միշտ։ Դու կասկածում ես, դու գիտես, որ ինքը թաքուն քեզանից մտնում է, թաքուն քեզանից ուրիշ աղջիկների հետ կապ ունի։ Դու ինքան ես դա ասել, որ դա եղել է։ Անվերադարձեք։ Ու մտքի ուժին Այո։ հավատում ես։ Թական։ Մտքի ուժին հավատում ես, ուրեմն այսպես։ Ինչ ուզում ես, այն էլ ստանում ես։ Ինչ ձևի տղա ես ուզում տեսնես կողքիդ։ ինչ ձևի տղա, խելացի, Այդ կրթված։ էս մեր փեսացին այսօր։ Տեսածուն զարմանքից վերանը փակել է։ Չէր սպասում։ Զարմացած եմ իր գեղեցկությամբ։ Հետո Տո խելացի պետք է լինի, կրթված, շատ բարի մարդ պետք է լինի, հոգով, բարեսիրտ։ Հա, աղջիկը հետ վարվելակերպ պետք է ունենա, վարվելու ձև պետք է իսկ ունենա։ թույլ կտաս ինքը մտնի одноклассник։ Չէ։ Չես թույլ տա, բայց ինքը անպայման թաքուն կմտնի։ Եթե ինքը մտնի այդ, ոչ։ Բայց ինչի չեմ ես ուզում։ արգելում, ինչի ես արգելում իրան։ Դե եթե ինքը մտնի սայթ, ես էլ այդ նույն սայթով պետք է մտնեմ։ Երկուսով Որ տեսնի ինչ է Ինչու ընկել։ դու իրան չես վստահ, շատ է ես ում հասկանամ ախր, բոլոր Չէ, ես ընդհանրապես երիտասարդությունը ոչնչին չեմ վստահում տղաներին։ Ինչու։ Վաղուցա դա։ ընկերուհիներ չես ունենալու կողքդ։ Ունենալու եմ։ Ունենալու ես, իրանց վստահելու ես քո ամուսնուն։ Հա, ես ինձ ընկերուհիներ ունեմ, որ հաստատ վստահում եմ։ Վայ, Մանկության ակրաս ընկերուհիները։ ընկերուհիներին պետք չի վստահել Սիլվա ջան։ Չէ, ընկերուհիները փորձված ընկերուհիներ։ Միևնույնն է։ Կարելի է Սիլվային մի հատ հարց տալ։ Իհարկե։ Սիլվա ջան, այ որ քո մոտ այդ խանդն է, հա, ի հայտ գալիս, ագրեսիվ դրսևորումներով է դա ընթանում թե հակառակ ընկճվածությամբ։ Չէ, ագրեսիվ դրսևորումներով։ Այսինքն Ոնց է։ Ճիշտ է։ Այ քեզ բան։ եւ հետո դատարկություն, այդ ամեն ինչը անցավ գնաց, հետո դատարկություն ես հոգուտ մեջ զգում այդ խանդիդ բուրըն, Դատարկություն։ հա, որ ագրեսիա էլ անցավ արդեն, ուղղակի ես ուզում եմ քո էությունը, հա, հասկանալ։ Չէ, ուղղակի մի տեսակ վատ եմ իսկ կողմից։ Ինչ չգիտեմ։ Մի քիչ որ եղբոր տուն հարց տվեք, տեսնենք ինչ կարծիքի է։ Դուք ինչ կասեք։ Դե եթե տղան արժանինքներ ունի, ուրեմն իրար եթե իրար հետ նորմալ է, ուրեմն ամեն ինչ լավ է, լավ լինի։ Շնորհակալություն։ Իսկ դուք ինչ կարող եք ասեք։ Ես այսպես կասեմ, քանի որ աղջիկը ընկերությունը արել մի տղայի հետ, այն էլ բավականին երկար ժամանակ, դա փոքր թիվ չի։ Ինչքան է 4 տարի։ 4 տարի։ Այդ նշանակում է, որ աղջիկը կարողանում է իսկականից նվիրվել իր սիրած էակին։ Հազարատե կամպյուտերում։ Հա, թեկուզ, բայց Նվիրվել եւ հեռանալ։ այո։ Բայց այդտեղ մի բան էլ կա, մենք Դավիթը գիտենք, որ խանդոտ է, չի սիրում սոցիալական սայթերում, ասենք, տեսնել իր սիրած էակին եւ որ նայում ենք այս աղջկան, նա նույնպես էլի նույն ձևով է, խանդում է եւ ինձ թվում է, որ երբ որ իրանք իրար հետ լինեն, իրանք կարողանան ամբողջովին, այո, ամբողջովին կարողանան տարվել միմյանցով։ Եթե սիրեմ աղջկան, однокласснիկը իմ համար ամենաաննշան բանը կլինի, ու ես կարամ եթե ջնջվեմ, եթե ինքը ուզենա, իսկ եթե չի զոհաբերություն ես համարում։ Մեծ զոհաբերություն չեմ համարում։ Ես համարում եմ, որ դա ամենափոքր բանն է, որ ես իմ համար կարամ անեմ։ Երկուսն է շատ էգոիստ ու եսասեր են։ Իսկ եթե ինքը չի ուզում, ուրեմն կարող եմ առաջարկել իրեն բացենք մի սայթ, որով համ ես կմտնեմ, համ էլ ինքը։ Որպեսզի խանդի Ոչ քեզ դա հետաքրքիր կլինի, ոչ էլ իրան։ Սիլվա, անակնկալդ ցույց տուր։ Շատ մերսի, շատ գեղեցիկ նվեր է։ Շնորհակալություն, սպասեք սենյակում։ Դավիթ,
Կարող ես տենց խանդոտ աղջկա հետ ապրես։ Դե ես կարծում եմ, որ մենք կարող ենք իրար հետ լեզու գտնել։ Ես իր խոսալուց զգացի հետ։ Դե ինչ, մենք դեր ունենք երկու հարսնացու։ Իհարկե։ Մանես հրավիրեն Նարինեին։ Մեր հաղորդումը շարունակվում է, եթե ուզում եք մասնակցել մեր հաղորդմանը, զանգահարեք կամ գրեք մեզ։ Մնացեք մեզ հետ։ Հաղորդման հովանավորն է։ Ուզում եք ստանալ տարեկան մինչև 12% տոկոսադրույքով կայուն եկամուտ, ինչպես նաև հնարավորություն շահելու ուղեգիր 2 անձի համար դեպի Հունաստան, ճանապարհորդություն Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով կազմակերպված Իմ տուր տուրիստական ընկերության կողմից։ Ներդրեք ձեր դրամական միջոցներն Անելիք բանկում արձակուրդային ավանդատեսակով, ինչպես նաև ստացեք հնարավորություն ցանկացած պահի ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ դրամի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ, համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Ամառային թեժ գիշերներին օգտվիր ինտերնետի անսահմանափակ հնարավորություններից անվճար։ Պարզապես գնիր թեժ գիշերներ կանխավճարային քարտն ընդամենը 1000 դրամով և ամռան 3 ամիսներին գիշերային ժամերին վայելիր ինտերնետն անվճար։ Vivatel MTS, գիշերը ինտերնետն անվճար է։ Ով է ասել, որ աշխարհի վրա դրախտ գոյություն չունի։ Բաուջի, դրախտային հաճույք։ MTS Ego սմարթֆոնը ընդամենը 99900 դրամով։ Vivatel MTS, սպասեք ավելի։ Զովացրու մերձավորի, նկարանիր այդ երջանիկ պահը և ներբեռնիր հոլովակն այցելելով Ice Cream Cat AM։ Ամսվա ամենաշատ լայքեր հավաքած 3 հոլովակների հեղինակները կստանան մրցանակներ։ Երրորդ տեղ iPod, երկրորդ տեղ iPhone և առաջին տեղ iPad։ Ice Cream, տարբեր համերի ամենամոդայիկ պաղպաղակներ։ Ես սիրում եմ ռոումինգը Ռուսաստանում, քանի որ մուտքային զանգը 29 դրամ է։ Vivatel MTS, ամենուրեք ինչպես տանը։ Բարմեն, 2 ամպույր լողափում, այս գեղեցկուհու և ինձ համար։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ նա շանսեր չունի։ Ներքին ձայնը։ Եղանակի տեսությունը։ M&M's, հալվում է բերանում, այլ ոչ թե շոքից։ Էդ քեզնից է այդքան շոք։ Ես սիրում եմ ռոումինգը Ռուսաստանում, քանի որ Հայաստան զանգելը 29 դրամ է։ Vivatel MTS, ամենուրեք ինչպես տանը։ 18-րդ դար կահույքի սրահ, միամսյա զեղչեր ողջ տեսականու համար, Կոմիտաս 59 հասցեում, հեռախոս 20 20 32։ Էй, ատենց լավ չի, գլխով խփի։ Դու լրի։ Որի մեր երկրորդ հարսնացուին, հա, Դավիթ։ Բարև ձեզ։ Ես Նարինեն եմ։ Ես Դավիթն եմ։ Ուրախ եմ։ Նմանապես։ Հոգատիլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նարինջկում հետ եք եկե։ Ես եկել եմ ընկերուհուս հետ։ Անունը ձեր։ Մերորա։ Թաթաջիլե, դիտենք տեսանյութը։ Շատ լավ։
Նարինե Հովեյան, 20 տարեկան, ապրում է Երևանում։ Սովորում է առևտրի եւ սպասարկման պետական քոլեջում։ Սիրում է, երբ տղամարդն աջակցում է կնոջը։ Եթե Նարինեն ապրի բարեկեցիկ կյանքով, չի աշխատի, կդաստի արագի երեխաներին, իսկ եթե ոչ, պատրաստ է իր աշխատանքով օգնել ամուսնուն։ Կարծում է, որ ընտանիքում ամենակարևորը սերն է, սակայն պակաս նշանակություն չունի ֆինանսը։ Ներինչկա, դուք Սևանում եք ապրում, ուզում եք ամուսնանալ եւ ապրեք Երևանում, հա? Այո։ Բա որ հանգարտ տանասը չէ, գալիս եմ Սևան։ Հա, հնարավոր տարբերակը, ված չի լինի։ Մաքուրոտ, գեղեցիկ Սևանը, Հնարավոր տարբերակ, հավանական տարբերակ է։ Դες ինչպես ացու ունենք այսօր։ Նարինչկա, դու սիրահարված եղել ես։ Այո, կպատնես քո պատմությունը։ Իհարկե։ Ես եղել եմ սիրահարված, ունեցել եմ ընկեր, որի հետ ընկերություն եմ արել մոտ 1 տարի, պես ցավոք սրտի բաժանվեցինք, երևի զուտ իր խանդի պատճառով։ Իսկ դու խանդոտ չես։ Չի կարելի ասել, որ խանդոտ չեմ, խանդոտ եմ, բայց չափավոր։ Ես քանի որ սովորում եմ Երևանում, դրա հետ միաժամանակ փորձում եմ աշխատել համատեղել երկուսը միասին, իսկ դա նրան դուր չէր գալիս, որ ես աշխատում եմ քաղաքում։ Եվ ուզում էր դասերից անմիջապես հետո վերադառնամ Սևան, ու թույլ չէր տալիս լինեմ քաղաքում։ Այդ իսկ պատճառով ես փորձեցի իրան բացատրեմ, հասկացնեմ, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Չէ, ոչ մի կերպ չկարողացա, ինքն էլ ոչ մի կերպ չհամակերպվեց այդ մտքի հետ։ Եվ քո ալտերնատիվան մեկն էր։ Բաժանվել։ Բաժանվեց։ Պարզ է։ Չես աղջիկը բնավորությունը շատ հանգիստ է։ Ամենքի թեթևանում եմ։ Հարց չունես դու։ Ոչ։ Չէ։ Իսկ ես հարց ունեմ, կարելի է։ Խնդրեմ։ Ես ճիշտն ասած նստած լսում էի ձեզ ու երկուսիդ պատմությունն էլ նույնն էր ու պատահականություններ այդ ամեն ինչը համընկավ զուտ։ Դե կարծում եմ համընկավ։ Ու այդ չկարողացա հասկանալ ինչ եք տեսնում одноклассники մեջ, այդ սոցիալական կայքերի մեջ ինչ որ վատ կողմը որն է դրա, որ ձեր ընկերու հետ բաժանվել եք դրա պատճառով։ Եթե լսել ես, ուրեմն պիտի լսել ինչեւ վեր շուտ ասում։ Լսել եմ, չողոքի ուզում հասկանամ։ Սիրային։ Բայց դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հիմա երիտասարդների մեծամասնությունը սոցիալական կայքերում են, օգտվում են տարբեր էջերից, միայն однокласснիկը չի։ Ես ասացի, որ ես չեմ ուզում եմ, այսինքն որ ինքը одноклассник մտնի, բայց որ իրան սիրային ֆորումներ են գրում, ես իրան ասում եմ ջնջի, ինքը չի ջնջում, զուտ դրա համար եմ ես իրանից բաժանվել։ Իսկ դուք չեք վստահում իրան։ Նամակներ էին գրում, պատերի վրա էին գրում, չլավեջիկներ էին նկարվում, ժամադրում գրում էին 8 Այդ մեր SMS-ներն են։ Մեր SMS-ներն են, հա, ժամը 8-ին այստեղ ժամադրում են բալկոնից նայում։ Ժամանակի դες բան կար։ Երկու չլավեջիկ իրար բռնած ժամադրում էին, նամակներ էին գրում։ Ավելի ռոմանտիկ էր, չէ։ Շատ հետաքրքիր։ Դուք ուզում եք ամուսնանալ Նարինչկա։ Այո։ Պատրաստ եք դրան։ Պատրաստ եմ։ Իսկ ձեզ դուր է գալի մեր փեսացում։ Ընդհանուր առմամբ դուր է գալիս, մենակ այդ իր խանդի աստիճանից դուր չի գալիս, որ իր մոտ չափից դուրս շատ է։ Ես թվում է ինքը իր ընկերուհուն նախքին կամ դիմացինին ինքը չի վստահում, վստահություն չկա եւ թեկուզ հենց երևի ինքը իր վրա վստահ։ Դու կարող ես այնպես անես, որ ինքը լիովին քեզ վստահի։ Հենց վստահ ես քո վրա։ Անկեղծ ասամ, մի ամաչի։ Չգիտեմ, եթե ինքը շարունակի դա, ասենք одноклассникներ այդ սոցիալական կայքերին չնչին բաներից պատմություններ սարքի, չգիտեմ։ Դու ամբողջ կյանքը դրանով չի զբաղվելու, հա, դե հիմա այս Բայց ես թվում է, որ ժամանակահատված։ Ես ուզում եմ քեզ մի հարց տալ։ Դու одноклассникում կաս առաջին հերթին։ Չէ։ Կայի, բայց հիմա չկա։ Երբ որ կայր, քեզ դուր էր գալիս, որ դա ընկերոջդ այդ որ ընկերություն է իրանում։ Քեզ սիրային ֆորումներ ուղարկել են։ Ճիշտն ասած, այդ ժամանակ չկա одноклассникում, մեր ընկերության։ Հետո եմ եղել одноклассникում։ Իսկ դու ո՞նց կվերաբերվես դրան, որ մտնես տենաս ընկերոջդ մի հատ աղջիկ սիրային ֆորումներ է գրում։ Դե ոչ մեկին էլ հաճելի չի։ Հաճելի չի, ճիշտ է, բայց ինչ որ տրագեդիա չեմ սարքի այդ ամեն ինչից, ֆորումներ, սիրային ֆորումները զրուցում են իրար հետ, չէ՞, այդ դրանից է գալիս խոսքերը սիրային։ Բայց ինչ թեմա է շուրջ։ Չես ասի ջնջի։ Ֆորումները։ Այո։ Մի բան էլ հարցնեմ, կներես Դավիթ ջան, երբ որ արդեն գրել են, արդեն ինքը կարդացել է։ Հա ջնջեց, բայց չէ որ նա արդեն կարդացել է, ստացել է։ Հա ստացավ ու ջնջեց։ Ինչ դրանից։ Որովհետև մյուսները կմտնեն, կնայեն, կասեն Դավիթի ընկերուհին է, ինչ որ մեկ այլ տղա իրան սիրային ֆորում է ուղարկել։ Ուրիշների կարծիքը շատ նշանակություն ունի քեզ համար, հա։ Չէ, իմ ինքնասիրությունը ավելի մեր տիպիկ հայ տղաներից է։ Այ, փոխեք թեման, հերիքա։ Այսօրվա մեր թեման շատ ակտուալ է, ես պետք է ասեմ, եւ տենց համընկավ, որ բոլորի համար այդ պրոբլեմատիկ հարց դարավ։
Ձեզ համար էլ է դա պրոբլեմատիկ, դուք ինչ կարող եք ասեք։ Ինձ թվում է, որ ոչ մի վատ բան չկա Իսկ հատնակլասնիկի մեջ։ դուք ինչ Նարինեի մասին ինչ կասեք։ Նա շատ հիանալի անձնավորություն է։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, հուսով եմ կգտնի իրան արժանի ինչ որ մեկին, որ կհասկանա իրան։ Она хитрая девочка, нет? Нет։ Իսկ դուք ինչ կարող եք ասել։ Ես եւս մեկ հմայիչ աղջիկ այս մեր եթերում ինչ կարող եմ ասել Համապատասխան են։ Համապատասխան իմ կարծիքով ոչ այդքան։ Ով չի համապատասխանում։ Դավիթը աղջկան։ Երկուսն էլ։ Երկուսն էլ իրար չեն համապատասխանում։ Այո, ես կուզենա աղջկան մի բան ասեի, երբ որ մտնում եք այդ սոցիալական սայթերը եւ տեսնում եք, որ ինչ որ ասենք տվյալ պահում Դավիթի ընկերուն գրել է ինչ որ մի տաղա սիրային ֆորում։ Նախավառաջ այդ աղջիկը պետք է հասկանա, որ իր ընկերը տեսնելով այդ սիրային ֆորումը իրան ահավոր վատ կզգա եւ չպետքա թույլ տա ինչ որ մի տղա թեկուս կլինի դա ընկեր թեկուս համակուրսեցի թեկուս ով որ ուզում է լինի չպետքա թույլ տա որ այդպիսի բան գրեն որպես ոչ մեկից չի գալիս նրանց երկկողմանի սիրուց է գալիս եթե ուժեղ սեր է ոչ մեկը իրան չի հետաքրքրի կողքից ոչ մեկին չեն տեսնի բնականաբար Նարինչկա անկնկալ խնդրում եմ ներկայացրու Խնդրեմ Դավիթ Սայմ անակնկալ է քեզ Ուջուրիկ խամյանք Շատ հուսով եմ քեզ շատ դուր կգա իրեն լավ կպահես ինքը հանուն չունի արի միասին որոշենք իրան ինչ կարելի ասել ու հաղորդումից հետո միշտ դու իրան կխնամես Արի իրան առաջարկում եմ անվանենք Միկի Համաձայն եմ իրան շատ կսազի Շատ մերսի քեզ նվերի համար Խնդրեմ Շնորհակալություն, սպասեք սենյակում։ Անունը ինչ որոշվեց։ Միկի։ Դավիթ, դուրդ եկավ Նարինեն։ Շատ։ Հա։ Շատ դուրս եկավ։ Հետաքրքիր աղջիկ է։ Շտա երկուսն էլ գեղեցկուի են։ Նորմալ տղա է։ Չնայած յուրաքանչյուր տղա էլ խանդեր իր անգերուն բնականաբար։ Ճիշտն ասած դժվարանում եմ իրանց մեջ ընտրություն կատարելու Բայց երրորդը կա ինչ Նարինեն շատ նենց մեղմ աղջիկ է, ինձ թվում է ինքը լավ մայր կլինի, լավ ընտանիքի կին կլինի։ Դե ես հələ ունեմ ժամանակ։ Մենք հələ ունենք երրորդ հարսիկ։ Գնա դիմավորի ամեն։ Բարև ձեզ։ Բարև։ Դուք շատ գեղեցիկ եք։ Շնորհակալություն։ Ձեր նման գեղեցկուհի ես առաջ անգամ եմ տեսնում։ Շնորհակալություն։ Մեր հաղորդումը շարունակվում է եւ մեր տաղավարում մեր երրորդ հարսիկն է Աննան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա ում հետ եք եկել։ Իմ ընկերոջ մոտ ընկերոջ հետ եմ եկել։ Անունը։ Վարդան։ Շատ հաճելի է, դիտենք տեսանյութը ձեր մասին իսկ հետո կխոսենք։ Մարի։ Այո։ Աննա Բալեյան, 19 տարեկան։ Աննան ցանկանում է ծանոթանալ խելացի, հարուստ ներաշխարհով երիտասարդի հետ։ Նպատակասլաց է, հաղթահարում է բոլոր դժվարությունները, գնահատում է իր կարողությունները, ատում է սուտը։ Ամուսնությունից հետո ուզում է իր առանձին տունն ունենալ եւ ունենալ շատ երեխաներ։ Աննուշկա, ուզում ես դառնալ հոգեբան։ Այո։ Բա քեզ պետք է։ Ցանկալի է, մանկության երազանքն է եղել։ Ինչու՞ չէ, բավական հետաքրքիր մասնագիտություն է։ Դու չես սիրահարվել, հա։ Միայն քեզ են սիրել։ Չնասած, չէ, չեմ սիրահարվել։ Եվ քեզ ոչ մեկը դուր չի եկել։ Ինձ դուր են եկել, բայց ինձ անձնավորություն չի եղել, որ ես սիրահարվեմ իրան։ Օհ, ինչ ծմռալ դեմքով տխուր։ Իսկ դու ո՞նց ես գտնում։ Ճիշտ է միանգամից ծանոթանալ, ամուսնանալ, թե պետք է ինչ-որ տղամարդու հետ ինչ-որ սեքսուալ հարաբերությունների մեջ լինես, հասկանաս ով է ինքը, նոր ամուսնանաս, դու ինչ կարծիք ես։ Ցանկալի կլիներ, իհարկե շփվել, հասկանալներ, քանի որ միանգամից չես կարող ամուսնանալ։ Միանգամից հենց ծանոթանաս ամուսնանալ հնարավոր չէ։ Դրա համար հիմա շատ եմ բաժանում այդ պատճառով դրան։ Դու արդեն պատրաստ ես դառնաս կին, մայր։ Ճիշտն ասած հիմա ոչ, բայց ցանկալի կլինի։ Դու լսեցիր, չէ՞, մեր Դավիթի մասին։ Այո։
Եվ ինչ ես կարծում, Դավիթը կարող է քեզ համար համապատասխան կանդիդատուրա լինի։ Ճիշտն ասած, նա ամբողջովին չի այն մարդը չի, որ ես պատկերացնում եմ իմ փեսացուին, բայց ոչինչ։ Ընկերություն կարելի է անել։ Այո։ Ուզում եմ ասեմ, որ ինքը շատ գեղեցիկ է եւ առաջին հայացքից դուրս եկավ։ Շնորհակալություն։ Իսկ դու ինչ տղամարդ կուզեիր տեսնել կողքդ։ Շատ հանկարելի է լինել կայացած մարդ, շատ հումորով ազնվորություն որ լինի, աշխուժ մարդ ու շատ հաճելի, որովհետեւ ինձ շատ հարգի։ Դավիթը խանդոտ է բավականին։ Չնայած ես չեմ սիրում խանդոտ մարդկանց, ինձ հաճելի չի իրանց հետ շփվել։ Իսկ եթե քեզ ինչ-որ բան արկելի, եթե դուք սիրեք իրար, կլսես իրար։ Ես չեմ սիրում, որ ինձ ինչ-որ արկներ են դնում ինձ, ես այդպեսի մարդ չեմ, ազատություն եմ սիրում։ Չէ, եթե քեզ խնդրի, ասի սիրելիս, խնդրում եմ, այս բանը ինձ դուր չի գալի, մի արա։ Եթե նա ճիշտ լինի, իհարկե, կարողանա ինձ համոզել, որ ինքը ճիշտ է, իհարկե։ Չէ, նա չի համոզում, նա ուղղակի քեզ կխնդրի։ Եթե ես մտածեմ ինքը ճիշտ է, այդպես կանեմ։ Իսկ եթե մտածես, որ ճիշտ չի, իր խնդրանքը չես կատարի։ Ոչ։ Պարզա քեզ Դավիթ։ Պարզա։ Դուք ինչ կարող եք ասել։ Մենք երկար ժամանակ այդ ընկերություն ենք անում։ Ես իրան շատ լավ, բավականին շատ լավ եմ ճանաչում։ Ուղղակի հոյակապ շատ լավ ենք իրեն։ Ուղղակի խոսքեր չունեմ իր մասին։ Դու լավ տնտեսու ես։ Չէ, ասեմ, այդքան շատ լավ, բայց որոշ չափով այո։ Դե հույս ունեմ, որ կսովորես այդ ամեն ինչը ժամանակի ընթացքում, չէ՞։ Ճիշտ է, ես ուզում եմ աշխատեմ, չեմ ուզում տնտեսուհի դառնալ։ Չէ, ես չեմ ասում, բայց եթե դու ամուսնանաս, ամուսնուդ համար ով է ճաշ պատրաստելու։ Ես։ Հա? Դու ցանկալի կնել, բայց ոչ։ Ничего себе. Поезд приехал. Ցանկալի կլինի, որ դու գնաս։ Որ ես գնամ իր տանը ճաշ պատրաստեմ։ Հետո ինքը իր ամուսնուն դիմավորի, ասի ես եմ արել, չէ, ասի Սոֆի Դևանը քեզ համար ճաշ է պատրաստել։ Ну что ж, неплохая перспектива у тебя։ Դու կյանքի փշերին ծանոթ ես, թե ինչպես պիտի անցկացնես այդ ճանապարհը, որ դու մուտք ես գործում դեպի կյանք։ Այ եկել ես ընտրություն կատարելու կամ քեզ ընտրելու, չէ։ Հիմա որ քեզ ընտրեցին, դու պատրաստ ես այդ փշերին։ Գիտես կյանքի ճանապարհը ինչքան փշերով լիքն է։ Իհարկե, ծանոթ եմ ու պատրաստ եմ դրան։ Այսինքն դու դարձել ես 19 տարեկան, երբեք չգիտես սեր ինչ բան է։ Չէ։ Բա ո՞նց կարող է ես հարց ունենամ տալու։ Բայց ամենայն դեպս աղջիկը կարող է սիրահարվի, սիրի, բայց ուղղակի ինձ հետաքրքիր է, որ դու ամուսնանաս։ Ամեն ինչ դու պետք է պատրաստես ամուսնուդ համար։ Պիտի հոգաս իր համար, չէ։ Այո։ Թե կին կվարձես, որ ամեն ինչ տանը անի։ Դե գիտեք, ժամանակը կգա, ամեն ինչ կորոշենք։ Հա, իսկ դու չունես ոչ մի պատկերացում քո ապագա ընտանիքի մասին։ Դու գիտես դու ինչ ձևի տղամարդ ես ուզում տեսնել։ Իհարկե գիտեմ։ Օրինակ նկարագրի։ Ես արդեն նկարագրել եմ մի անգամ։ Իսկ արտակնապես։ Դե հաճելի կլիներ թե արտակնապես։ Ան ընդհանրապես հասկանում ես սերը ինչ բան է։ Այո։ Առանց սիրելու գիտես ինչ բան է սերը։ Չէ, ինձ գիտեք ոնց ես չեմ ուզում ուղակի սիրել, ես ուզում եմ շատ սիրել։ Բայց ուղակի սիրել եղել է։ Այո։ Դե ուրեմն բացվի խոսի։ Ասում ես երբեք չեմ սիրել։ Ուղակի սեր եղել է։ Այո։ Այսինքն անցել է դարձել է ուղակի, բայց ընթացքում եղել է սեր։ Դες ասես որ դա սեր անվանել չի կարելի։ Как ты думаешь, Аннушка, ты будешь заботливая жена? Հոգատար կին կլինես, թե չէ։ Չեմ կարող ասել հիմա։ Բա ինչ ձևի կին կլինես։ Առավոտյան կարթնանաս, կհագնվես ու կգնաս աշխատանքի, քո սիրած գործով զբաղվես, ինչ կուտի ամուսինդ, ինչ չուտի, ինչ կհագնի, դու կգնաս երեկոյան կգաս, կասես ամուսնյակ ջան, ինչ ճաշ ես պատրաստել։ Չէ, կարծես դա արդեն գիտի իր անելիքը։ Գնալուց առաջ կզանգի գաստիկին Սոֆի ժամը 2-ին կգաս ճաշը պատրաստես։ Հա, Աննուշկա, ասա։ Դե գիտեք, դրանք այնց հարցեր են, որ պետք է ընտանիքում քննարկել երկու ամուսինների միջև։ Аннушка, ты знаешь, дорогая, у меня к тебе нет вопросов, солнышко։ Ինձ թվում է պատրաստ չի, զուտ ինքը հետաքրքրության համար է եկել ընդհանրապես, ակեր իրան հետաքրքիր է ինչա կատարվում։ Դու կարծում ես իրանք համապատասխան զույգեր են։ Կարծիքով այո։ Այո, իսկ դուք ինչ կասեք։ Այս աղջիկը ճիշտ է, նա շատ անկեղծ է, եկավ այստեղ եւ միանգամից ասեց, թե ինքը SSS մարդն է։ Ես զգացի, որ ինքը այն տիպի մարդ է, որ երբ որ ունենա ամուսին, հաստատ ինքը իր ամուսնուն կսանձի։ Վլասն աղջիկ է, знать։ Չէ, չեմ սիրում, իշխանություն չեմ սիրում, բայց ցանկալի է, որ իմ խոսքը անցնի։ Ты почти угадал, дорогой։ Մեր հաղորդումը շարունակվում է, եթերում Արի ամուսնանանք հաղորդումն է, եթե ուզում եք մասնակցել, զանգահարեք մեզ։ Մենք միշտ պատրաստ ենք։ Անակնկալ։
Ես քեզ կցանկանամ նվիրել թեմանոց, որպեսզի դու ինձ միշտ հիշես այս հաղորդումը։ Շատ գեղեցիկ նվեր եմ։ Շատ շնորհակալ եմ քեզնից։ Ես քեզանից հարցրու։ Պատկերացնես իրան չընտրի ուրիշի հետ ամուսնանա կամ հիմա ոչ մեկին չընտրի, հետո այդ թևնոցը կրելուց միշտ հիշելու է։ Դավիթ, սիրելիս, Սիլվան քո ընտրության համար չի, շատ լավ աղջիկ է, բայց կապ չունի քեզ հետ եւ ընդհանրապես պատրաստ չի դեռ ամուսնության։ Դավիթ, սիրելիս, բավականին համապատասխանում է քեզ Նարինեն։ Նարինեի մեջ ես տեսնում եմ շատ հաճելի կինը, ապագա, տեսնում եմ նրան մայրը, հոգատար եւ ընկերը եւ կողակիցը։ Շատ հետաքրքիր աղջիկ է, շատ չամիջ, հետաքրքիր, անուշ աղջիկ է եւ նա քո պահանջները ինձ թվում է լրիվ կբավարարի, թեպետ ինքը վախեցա, որ դու խանդոտ ես, բայց կարծում եմ նա շատ լավ զույգ ընկեր կդառնա քեզ ապագայում։ Ես կուզենամ խորհուրդս տսես եւ ընտրություն կատարես Նարինեին։ Աննան, ես այնպես հասկացա, որ Աննան բոլորովին քեզ չհավանեց, բախտը իր հետ, սիրուն աղջիկ է, լավ աղջիկ է, բայց շատ խակ է, բացարձակ է շեմին մոտ թողնելու աղջիկ չի առայժմ։ Նա պիտի դեռ շատ հասունանա։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե դու ներս մտնես նրան ընտրելու, նա դուրս չի գա, որտեղ ինչ-որ չգիտեմ ինչի այդպիսի բաներ նկատեցի։ Իմ խորհուրդն է Նարինեն, իսկ դու կլսես քո ձայնը։ Շնորհակալություն խորհրդի համար։ Քո սրտին, այո։ Աստղիկ ջան։ Ուրեմն կարծում եմ Սիլվան շատ իմպուլսիվ էր, նախառնվածքով իսկական խոլերիկ էր ու խանդոտ էր, թույլ տվեք մի քիչ խանդի մասին խոսամ, որովհետև այստեղ շատ է հայ այդ թեման շոշափում։ Ընդհանրապես մեր հայ ազգը ինքը խոլերիկ խառնվածք ունի եւ խանդը ոնց որ մեր ազգային բնավորության տարերից մեկն է։ Պարզապես պետք չէ խանդին նայել ոնց որ մի սարսափելի մի բանի, հա, եթե մենք մի քիչ ավելի ռեալ մոտենանք խանդին, կարծում եմ քիչ-քիչ կհանգչի այդ խանդը, այդ զգացմունքը։ Երկրորդ մեր հարսնացուն Նարինեն ինքը շատ մեղմ, շատ բարեհամբույր, այսինքն կարծում եմ ձեզ համար իր տիպի մարդ է ավելի շատ սազում, իսկ Աննան ինքը ավելի շատ իներտ անձնավորություն էր, հա, այսինքն նրա այդ մեկտեղ, որ նա շատ անկեղծ էր, պարզապես ինքը վլասն է, պրոստը պարզապես նա կարողանում էր զգացմունքները լավ քողարկել եւ կարծում եմ ձեզ պարզապես ոչ թե անհետաքրքիր, այլ դժվար կլինի Աննայի տիպի աղջկա հետ։ Իմ խորհուրդը Նարինեն է, ձեզ իր հետ շատ հանգիստ կլինի։ Ես իմ ընկերուհիների հետ համամիտ եմ, ես էլ եմ կարծում, որ այս մեր 3 հարսիկներից ամենահամապատասխանը ձեզ Նարինեն է, շատ մեղմ անձնավորություն է։ Աննան շատ գեղեցիկ աղջիկ է, շատ լավ, բայց Աննան կիշխի, եթե դու դրան պատրաստ ես, կարող ես ընտրես Աննային, ինքը իր ասածին կլինի, ինքը բավականին պրինցիպիալ աղջիկ է, դա արդեն քո ընտրությունն է, իրան շատ ավելի ուժեղ տղամարդ է պետք, եթե դու դրան պատրաստ ես, ուրեմն ընտրե Աննային, իսկ Սիլվան շատ հետաքրքիր աղջիկ է, такая колоритная очень девочка, ինձ դուր եկավ, բայց ինքը շատ խանդոտ է, եթե դու դրան ես պատրաստ, որ ամեն վարքյան նա քեզ կասի, ստեղ մի նայ, այնտեղ մի նայ, այստեղ մի գնա, որտեղ է, եթե այդ ամեն ինչին պատրաստ ես, ուրեմն ընտրի Սիլվային։ Այդքան է, իսկ հիմա դու լսի քո սրտի ձայնը, շատ կցանկանայի, որ մենակ դուրս չգայր, Դավիթ դու լավ տղա ես, մեզ դուր եկար շատ, խանդդ գցի մի կողմ ու ամեն ինչը։ Դե ձեզ հաջողություն, գնացեք եւ ընտրեք։ Գնացեք։ Այո։ Եթերում Մարիա ամուսնանանք հաղորդումն է, եթե ուզում եք ազատվել մենակությունից, ուրեմն գրեք կամ զանգահարեք մեզ, մենք անպայման կօգնենք ձեզ։ Եթերում Մարիա ամուսնանանք հաղորդումն է, մի քանի վայրկյանից մենք կտեսնենք, թե ում ընտրեց Դավիթը։ Ես կարծում եմ մենակ դուրս չի գա։ Ես էլ եմ կարծում։ Ու կընտրի Նարինեին։ Դե ինչ, Դավիթին ցանկանանք հաջողություն։ Դավիթ, հրավիրում ենք։ Ապա։ Բոլորովին մեզ հակառակ ընտրություն։ Ապրես, դու քո եսը ունես, արի այստեղ։ Այստեղ կանգնեք, շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Եղեք երջանիկցի։ Ես ցանկանում եմ, որ ձեր կյանքը բոքսի չնմանվի։ Երկուսդ շատ տեմպերամենտն է անձնավորություններ եք,
Շատ հաճելի է, որ դարակ գեղեցիկ զույգ։ Ցանկանում եմ հաջողություն ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Երջանիկ լինեք։ Մերսի։ Հաղորդման հովանավորն է։ Այդ աղա կարող է պակասես։ Պակասես մարդը։ Երեք էսել է։